Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում գործար միջավայրում կրթության ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձություններին եւ նորություններին։ Այսօրվա իմ հյուրերին եմ մեծ սիրով ուզում ներկայացնել Ինեսա Վարդանյան, ողջույն Ինեսա, եւ Ռուզաննա Խաչատրյան, ողջույն Ռուզաննա։ Ուզում եմ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնել, որ Ինեսան հանդիսանում է InnoBiz ընկերության համահիմնադիր եւ մարքեթինգի գծով տնօրենը եւ Ռուզաննա Խաչատրյան բյուր կրթական հարթակի շրջանավարտը։ Մինչեւ ընդհանուր ծրագրերին անցնելը, Ինեսա, մի փոքր ներկայացնեք InnoBiz-ի մասին, գաղափարն ինչպես է ստեղծվել, ինչ առաքելություն ունի, ինչ ծրագրեր եք իրականացրել, որից հետո արդեն կանադառնանք մյուս հարցերին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, Նավ Ծովինար ջան։ Սիրո։ InnoBiz-ի մասին կարող եմ պատմել, որ 2021 թվականին է հիմնադրվել որպես բիզնես կրթության համար նախատեսված մի կենտրոն, կազմակերպություն եւ այնինչ վերաբերում է բիզնեսին, խորհրդատվություն, ինովացիոն ինչ-որ որոշումներ, լուծումներ, դա InnoBiz-ի մասին էր, մինչեւ որ 2021 թվականին պատերազմից հետո արդեն մենք հասկացանք, որ մեր հիմնական ուժը պետքա ուղենք դեպի արցախցիներ, իրենց փորձենք օգնել, իրենց համար կրթություն ապահովենք, որպեսզի իրենք կարողանան Հայաստանում գոյատևել, ապրել, արմատներ ձգել, ինտեգրվել, այո։ Շատ լավ, ինչ ծրագրեր եք իրականացրել, Ինեսա, ինչ մինչև այս փուլը, ինչ արդյունքներ ունենք արձանագրած, եթե այսպես ձևակերպենք։ Եթե խոսում ենք արցախցիների հետ կապված կրթական ծրագրերի մասին, ապա մենք, ինչպես նշեցի, 21 թվականից սկսեցինք փոքր խմբերով 100-ից 120-ից ավել արցախցիների հետ աշխատում էինք, ներգրավել էինք Հայաստանի լավագույն մասնագետներին, բիզնես կրթության եւ փոքր խմբերով, ինչպես նշեցի, իրականացնում էինք իրենց կրթությունը, իրենք սովորում էին, Zoom հարթակում հանդիպում էինք, զրուցում էինք, ոչ միայն սովորում էինք, ծանր շրջաներ բոլորիս համար եւ այդպես կշարունակենք, մինչև որ հասկանանք, որ կարող ենք վերադառնալ մեր հիմնական առաքելությանը, բայց եղավ 2023 թվականի սեպտեմբերը եւ արդեն այդտեղ մասշտաբները շատ ավելի մեծացան եւ հազարավոր արցախցիների մասին սկսեց խոսքը գնալ եւ այդտեղ էլ մենք արդեն նորից համագործակցեցինք EBRD-ի հետ, վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ եւ ստեղծեցինք բյուր հարթակը միասին, որտեղ այսօր արդեն 1500-ից ավել արցախցի սովորում է, ստանում է բիզնես կրթություն, գաղափարից մինչև բիզնես։ Ինչպես իրականացնել այդ ամենը։ Շատ լավ, ուզում եմ մի փոքր Ռուզաննային լսել։ Ռուզաննա, ինչպես արդեն ներկայացրեցի, դուք հանդիսանում եք բյուր կրթական հարթակի շրջանավարտը, մի փոքր կներկայացնեք ինչպես եք ծանոթացել ծրագրի մասին, ինչ փորձառություն եք ստացել, ինչով է դա փոխել ձեր ոչ միայն գործարար, այլ նաև առօրյա գործունեությունը։ Սիրով, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ուրեմն բյուր հարթակի մասին տեղեկացել եմ սոցհարթակներից, Facebook-յան էջերից եւ շատ այսպես պատահականության սկզբունքով ուղղակի որոշել եմ, որ քանի որ միշտ ինձ համար կրթվելը առաջին պլանում է, որոշել եմ, որ ինչ որ առումով ինչ որ բան կսովորեմ, կճանաչեմ նոր մարդկանց, կծանոթանամ, նոր միջավայր կստեղծեմ, բայց այդպես ակնկալիքներ հեռահար չեմ ունեցել ամենայն անկեղծությամբ եւ արդեն դարձել եմ բյուր հարթակի անդամ ու ինքը տեսադասերի միջոցով է իրականացվում ամբողջը։ Տեսադասերը սկզբում ինձ մոտ տեխնիկական ինչ-որ խնդիր կար, ինչպես հասկացա, հեռախոսով էի դիտում այդ ամեն ինչը։ Սկզբում այդպես շահագրգռվածություն չունեի, ճիշտն ասած, բայց ամեն տեսադասից հետո ինձ թվում էր, որ ես ուզում եմ մի քայլ ևս առաջ գնալ։ Այդ ընթացքում ես համատեղել էի նաև օնլայն դասընթացների մեղվաբուծության ու մեղվաբուծությունն էլ զուտ էլի գնացել էի այնքան որ իմ տարերքն է, գյուղը իմ տարերքն է, գյուղատնտեսությունը իմ տարերքն է, զուտ այդ իմաստով որ ինչ որ
այս ոլորտում միջավայրից ինչ որ մի բան կտրեր ինձ ու հասկանում եմ, որ երկուսի համադրությունը ինձ ինչ որ գաղափար է տալիս ու աստիճանաբար Բյուրի հետ այդ տեսադասերի ընթացքում շատ ճիշտ է ընտրված կարգախոսը գաղափարից բիզնես իրականում գաղափարը ինձ մոտ ծնվել է հենց տեսադասերի արդյունքում ես երբևէ չեմ պատկերացրել բիզնես գործունեություն ծավալել, երբևէ չեմ մտածել այդպիսի բաների մասին, բայց արդեն Բյուրի հարթակի անդամ դառնալով այսպես աստիճանական ձևավորվել է իմ գաղափարը, վերածվել է մի մեծ գաղափարի, ես սիրում եմ այդ բառը ասել, հավակնոտ գաղափարի բավականին, ուսանք իրագործելու հնարավորություն կունենանք։ Շատ լավ, Ռուզաննա, քանի որ Ինեսան նշեց, որ ծրագիրը նախատեսված է մեր արցախահայերի համար, ովքեր որ բռնի տեղահանվել են, դուք եւս Արցախից եք ու կուզենայի նշեիք նախքան տեղահանվել այնտեղ ինչ գործունեությամբ եք զբաղվել, այսինքն որն է եղել ձեր հիմնական զբաղվածությունը։ Մասնագիտությամբ մանկավարժ եմ, աշխատել եմ մասնագիտությամբ մի քանի տարի, բայց վերջին տարիներին գյուղը իրոք դարձել էր իմ տարերքը, հատկապես որ ես գյուղից եմ, եւ գյուղում ամենատարբեր զբաղմունքներ ունեինք, եւ անասնաբուծություն, եւ մեղվաբուծություն, եւ չգիտեմ, թռչնաբուծություն, կոնկրետ ես զբաղվում էի թռչնաբուծությամբ, մեղուներ եւս ունեինք, մի խոսքով Երևանում հայտնվելով աշխարհից կտրված մի գյուղից միանգամից հայտնվելով մեծ քաղաքում ինձ համար կարևոր է համայնքներ կնշեք Հադրութի շրջանի Տունի գյուղը ինձ համար չափից դուրս կարևոր էր Երևանի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկում գտնվելով այնուամենայնիվ հողի հետ կապը չկորցնել ու չգիտեմ այդ դասերի միջոցով փորձեցի այդ կապը պահպանել չգիտեմ ինչ ամեն ինչ անում էի տեսեք ես ապրել եմ 7-րդ հարկում բայց ես մի վայրկյան չեմ դադարել հավատալ, որ մի օր իրոք ես կապվելու եմ էլի հողին։ Եվ ինչպես նշում եք, մի օր անպայման հետ վերադառնալու ենք։ Սա ամենակարևորն է, որ պետք է իսկապես բոլորս մեր մտքում եւ գործողությունների մեջ ունենանք, որտեղ ըստ էության այն բոլոր ծրագրերը, որոնք որ իրականացվում են, հենց միտված են նրան, որ այո, պետք է ավելի ուժեղանալ, ավելի պետք է այսպես բոլոր հմտությունները ձեռք բերել, որպեսզի, ինչպես ասում են, այդ հնարավորությունը դուրը երբ բացվի, մենք դրան պատրաստ լինենք։ Ինեսա, ուզում եմ մի փոքր Բյուր կրթական հարթակի մասին ներկայացնեք, ճիշտ է, նշեցիք առաքելությունը, նշեցիք, որ 2023 թվականից հետո իր ուղղությունը փոխվել է եւ ավելի թիրախավորել եք մեր արցախահայերին, բայց ինչ ծրագրեր են սպասվում կամ ինչպես են, ընտրվում շահառուները ինչ որ նախապայմաններ կան, թե այստեղ կարևոր է ուղղակի ցանկությունը եւ առաջիկայում ինչ պլաններ, ինչ ծրագրեր ունեք, որպեսզի ինչպես նշեցիք 1000-ից ավել շահառուներ ունեք, դրանք մի քանի անգամ, այսինքն թիվը, շահառուների մի քանի անգամ ավելի շատանա։ Հպարտությամբ ուզում եմ նշել, որ Բյուրը առաջին բիզնես կրթական հարթակն է առցանց եւ դա շատ լուրջ հնարավորություն է տվել արցախցիներին եւ առհասարակ սովորողներին, որպեսզի նրանք ցանկացած Հայաստանի ցանկացած կետից կարողանան միանալ։ Եվ որպես առավելություն իրենց հետ զրույցներում մենք ունենք շատ մեծ համայնք եւ անընդհատ իրենց մեջ կապի մեջ ենք եւ զրույցներում իրենք հենց դա էլ նշում են, որ շատ հարմարավետ են կարողացել սովորել ցանկացած ժամի, ցանկացած վայրից կարողացել են սովորել, մենք գիտենք, որ բազմազավակ են հիմնականում արցախցիները, որ փորձում են միանգամից մի քանի տեղ աշխատել, բայց միևնույն ժամանակ հնարավորություն են ունեցել առցանց կրթություն ստանալու եւ ես ողջունում եմ եւ պարտանում եմ իրենց այդ կարողությամբ, որ ամեն դեպքում չեն կոտրվել։ Մենք գիտենք ինչքան արցախցիները ուժեղ են, ես նույնիսկ խոսելուց հիմա վերհիշում եմ այդ ամեն ինչը եւ նորից հուզմունք եմ ապրում։ Նրանք շատ հստակ պլանավորած, սկսեցին սովորել, ունենալով բիզնես գաղափար, չունենալով, ինչպես Ռուզաննան նշեց, տեղում է իր գաղափարը ստեղծվել։ Մարդիկ կան, որ ունեցել են Արցախում բիզնես եւ ուզեցել են այստեղ վերականգնել, այդպես են սկսել սովորել
ցանկության եւ նպատակը տարբեր է, ցանկություններն ու նպատակները տարբեր են եղել, դրդապատճառները, թե ինչու են մարդիկ սկսել սովորել, բայց փաստը մնում է փաստ, որ իրենք ցանկություն են հայտնել, միացել են հարթակին առանց որևէ նախապայման, միակ նախապայմանը լինել արցախցի։ Թե ինչ բիզնես կկառուցեն, թե ի վերջո ինչ դա կդառնա, վերջնարդյունքը, բայց տեսնում ենք, որ եթե մենք կարողացել ենք այդ ամենի արդյունքում 150 բիզնես ստեղծել, ապա կարելի է դրանով էլ ապարտանալ եւ բայց միևնույն ժամանակ դա առիթ չի, որ մենք կանգ առնենք, որի համար էլ սկսել ենք մեր դրամահավաքը, եթե խոսում ենք առաջիկա պլանների մասին, ապա մեր հիմնական այսօրվա գործունեությունը բացի մնացած ծրագրերից ինոպիզի դա դրամահավաքն է Արշավները Արմենիա հարթակում, որ 150-ի արմատներ է կոչվում, արդեն այս տիվը լսել էիք, 150-ը ստեղծել ենք եւ հիմա կրկնապատկում ենք այդ թիվը, եւս 150 ենք ուզում ստեղծել եւ դրա համար փնտրում ենք ֆինանսավորում, փնտրում ենք ներդրողներ, նվիրաբերողներ, ունենք նույնիսկ հետաքրքիր պաշտոն, կոչվում է Քավոր, դա նշանակում է, որ կարելի է նվիրաբերել մեկ բիզնեսի 1 միլիոն դրամ, հիմնականում այդքանով է ստեղծվում բիզնեսները եւ ընթացքում Քավորի նման մեջքին կանգնել, ձեռքը բռնել, ուղղորդել եւ օգնել, որպեսզի բիզնեսները ստեղծվեն, զարգանան, կայանան, այո։ Դրա համար մենք բոլորին կոչ ենք անում եւ որպեսզի նման գաղափարներ, Ռուզանան միջևերջ չպատմեց ինչ գաղափար ունի, հեսա կանրադառնա արդեն, փայլուն գաղափարները կարողանան կյանքի կոչվել, այո, եւ կայանան։ Շատ լավ, շնորհակալություն, արդեն հենց հաջորդ կարևոր հարցը, Ռուզաննա, ինչ փուլում է եւ գաղափարի մասին է, հա, խոսքը եւ այս փուլում ինչի կարիք ունեք կամ ինչ ակնկալիքներ կա, ինչը ձեզ կարող է ավելի այսպես մեծ քայլերով առաջ տանել։ Գաղափարը ինքը յուրահատուկ բավականին գաղափար է, Հայաստանում եզակիներից է, առաջինը չէ, բայց եզակի կլինի։ Ինչպես նշեցի, գաղափարը հասունացել է մեղվաբուծության դասընթացների եւ ինոբիզի այս հարթակում սովորելը զուգադիպելու արդյունքում եւ ինքը ապի թերապիայի գաղափար է մեղվաբուժության հիման վրա, բայց տնակներ են կոչվում։ Կոնկրետ այս պահին, այո, ես ցավոք սրտի միայն երևի կկարողանամ ապի տնակների մշակույթը զարգացնել, քանի որ ապիթերապիան ինքը, ինչպես հասկացա, նաև տարական բժշկական գիտելիքներ են հարկավոր, ինչի համար վերապատրաստումներ հետաքրքրվել եմ մի քանի տեղերից, Հայաստանում փաստորեն նույնիսկ վերապատրաստված մասնագետները չեն վերապատրաստում այստեղ։ Այսինքն պետք է արտերկրում ստանալ վերապատրաստում, համապատասխան դասընթացների մասնակցել, համապատասխան որակավորում ստանալ, որպեսզի այդ թերապիայով կարողանանք այստեղ գործունեություն ծավալել։ Բայց այո, ապիտնակները իրենք զբոսաշրջության հետ կարելի է, չգիտեմ, ինչ որ այսպես միքս ստանալ, ինչ որ հետաքրքիր, ես ուզում եմ համալիր ծառայությունների համալիր ունենալ, այսինքն ես թեյի հյուրասիրություն եմ ունենալու, մեղրի թեյի հյուրասիրություն, չգիտեմ, ես այդ ապիտնակների մշակույթն եմ ունենալու, ինքը Դուք արդեն ներդրումները հաշվել եք, հա, դրա համար 1 միլիոն դրամ է անհրաժեշտ, չէ, իրականում բավականին մեծ գումարի մասին է խոսքը։ Ես դեռևս Ինեսայի հետ չեմ կիսվել, ինչ փուլում է, այս պահին տեղափոխվել եմ Հրազդան համայնք եւ այնտեղ տարածքի խնդիրը այս պահի դրությամբ լուծված է։ Ես ունեմ տարածք, ինչն է ինձ համար վարձակալությամբ թե սեփական տարածք։ Տեսեք, հպարտանալու առիթ է ինձ համար, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եւ բազմաթիվ համայնքներում ես ունեմ ընկերներ, ովքեր պատրաստական են անվարձահատույց ինձ տրամադրել տարածք, այո, ես օգտվել եմ իմ այդ հնարավորությունից, ես իմ ընկերոջը խնդրել եմ տարածք տրամադրել եւ մեծ պատրաստակամությամբ համաձայնել է իրենց ընտանիքին պատկանող սեփական տարածք է Հրազդանի կից գյուղերից մեկում։ Սկզբի համար ես նախատեսում եմ ուղղակի գնել մեղվափեթակներ, մեղվաընտանիքներով եւ տարական օգտագործման բոլոր պարագաները։ Այս տարին այդպես զբաղվել մեղվաբուծությամբ, այսպես էլ ասեմ, Արցախում մեղվաբուծությունը դեռ այլ
աշխատանք է, Հայաստանում լրիվ այլ։ Պետք է ադապտացվել ինչ-որ շրջան, որպեսզի ես գալիք տարում արդեն գարնանը, երբ որ արդեն ինքնավստահ կփորձեմ դիմել իմ հիմնական ծրագիրն իրականացնելու համար դոնորների, չգիտեմ, ներդրողների, կարողանամ ասել, որ ես այս ճանապարհը անցել եմ։ Ուրախությամբ ուզում եմ նաև նշել, որ մեղվաբուծության դասընթացների մենք քննություն ենք անցել եւ ես եւս եղել եմ անցնողների շրջանում, այո, դա ինձ համար կարևոր էր, ես հստակ իմ առջև խնդիր էի դրել, եթե քննությունը չանցնեմ, ես հրաժարվում եմ ես գաղափարից, ու բարեբախտաբար անցել եմ։ Հիմա չգիտեմ, այս փուլում ինչ եմ ուզում շեշտել։ Ինոբիզի այս տեսադասերը ինչ են տալիս մեզ։ Մի ժամանակ ես հաշվապահական դասընթացների եմ մասնակցել, անհատական, մի 3 տարի առաջ, բայց այնքան չեմ ուզում այդ բառը ասել, բայց պարզունակ չէ, այնքան հեշտացված են այդ դասերը։ Հաշվապահությունից անգամ գաղափար չունեցող մարդիկ չեք պատկերացնի, ինչքան հեշտ են յուրացնում այդ ֆինանսական գրագիտությունը, այո։ Եվ ես հիմա անկեղծ կլինեմ, հիմա մասնագետների հետ եմ աշխատում իմ բիզնես կտավը ստանալու վերջնական արդյունք ստանալու հարցում, բայց ես նախապես գրել եմ տեսադասերի արդյունքում, ամեն տեսադաս ավարտվելուց հետո մենք առաջադրանքներ ենք կատարում, մենք մեր բիզնես կտավը կարգի ենք բերում, այսպես ասած, եւ ես հիմա մասնագետների հետ որ աշխատում եմ, ասում եմ բավականին գրագետ ես գրել Ռուզաննա ջան, եւ ես չեմ զրանում ամեն անգամ շեշտել, որ Ինոբիզի համայնքի, բյուր համայնքի աշխատակիցների, չգիտեմ, մեր համայնքի ներկայացուցիչների, մենթորների աշխատանքի արգասիքն է այս ամեն ինչը։ Իրականում կան բաներ, որոնց մասին տարական պատկերացում չենք ունեցել մենք, բայց շատ գրագետ կարողանում ենք դա անել։ Շատ լավ, շնորհակալություն շատ Ռուզաննա, եւ Ինեսա, վերջին հարցն եմ ուզում ձեզ ուղղել։ Տեսեք, նշեցիք, որ ունեք տրամահավաք, հիմա նաեւ խնդիր եք ձեր առջև դրել, որպեսզի շրջանավարտների գաղափարների գեներացման մասով փորձեք ֆոնդահայթայթում իրականացնել։ Ունեք ինչ-որ հարթակներ կամ որտեղ կարող են միանալ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար որպես ուղղորդող տեղեկատվություն, հա, որպեսզի իրենց էլ հեշտ լինի կողմնորոշվել եւ այո, ցանկության դեպքում նաեւ կարողանան իրենց ներդրումը ունենալ։ Անպայման, քանի որ սա արշավ է, մենք եւ այն մեկնարկել ենք Ռե Արմենիա հարթակում, ինչը հնարավորություն է տալիս նույնիսկ ԱՄՆ միացած մարդկանց, նվիրաբերողներին հարկերից ազատվել, դա իրենց համար մեծ հնարավորություն է։ Բացի այդ, Ռե Արմենիան որոշակի վստահություն է առաջացնում ինքնին, որովհետև անցնում ենք տարբեր ստուգումներ, վալիդացիա, եւ այդ ամենը կարողանում ենք ներկայացնել տարբեր փուլեր անցնելուց հետո։ Նշեցի, որ այնտեղ ենք մեկնարկել, 150-ի արմատներ է կոչվում արշավը, այո։ Իսկ մնացած ինֆորմացիան կարելի է ստանալ եւ Ինոբիզի էջում, ուղղակի Facebook-ում գրելով Ինոբիզ, LinkedIn-ում, շուտով նաեւ Instagram-ում եւ 150-ի արմատներ Facebook-ի, Instagram-ի եւ LinkedIn-ի հարթակներում, հենց այդպես էլ էջը կոչվում է։ Մենք տարբեր մեդիաներում հանդես ենք գալիս այս պահին եւ սիրով ներկայացնում ենք եւ խնդրում ենք մեր հայրենակիցներին լինել ակտիվ, որովհետեւ սա արցախցիների համար իրոք մեծ հնարավորություն է, որպեսզի իրենք չարտագաղթեն եւ մեր հիմնական նպատակը հենց դա է, որպեսզի մնան իրենց հայրենիքում, կարողանան այստեղ զարգացնել իրենց բիզնեսը, դա անում են հիմնականում գյուղերում եւ դա շատ լուրջ հնարավորություն է նաեւ գյուղերի համար։ Բիզնես ասելով նկատի ունենք ընտանեկան փոքր գործ, ցանկացած գործառույթություն, ցանկացած ակտիվություն, որը որ միջավայրում փոփոխություններ կբերի, առաջին հերթին իրենց կյանքում բնականաբար։ Եվ ցանկացած ներդրում ուղղորդվելու է դեպի այդ գաղափարը եւ գաղափարի կայացմանը։ Շնորհակալություն շատ, իրականում ինչպես միշտ նշում ենք, շատ կարևոր է, ես էլ իմ բոլոր հաղորդումների ժամանակ նշում եմ, որ փրկության ճանապարհը անդադար կրթվելն է իրապես։ Նույնիսկ եթե հանգամանքների բերումով ստացվել է այնպես, որ բոլորս դժվարությունների մեջ ենք հայտնվել, ուժեղանալու առաջ շարժվելու ամենակարևոր ճանապարհներից մեկը դա կրթվելն է ու նաև ինչպես Ռուզաննան իր խոսքի մեջ ասեց, կան բաներ, որոնց մասին բնականաբար ընդհանրապես պատկերացում չկար եւ դա ոնց որ նոր դուր, նոր
լույս է բացում, հա, յուրաքանչյուրի առաջ։ Բոլորիս գործերին մեծ հաջողություն։ Ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը անպայման իր ներդրում պետք է ունենա, որովհետև ինքս միշտ ասում եմ, շատ կարևոր է, որ նման հայրենանպաստ ծրագրերին ողջունում եմ, բայց հանդիսատեսի դերում լինելը այնքան էլ լավ չէ, հա, դու ինքդ նաև պետք է մասնակցային որևէ պրոցեսի մեջ լինես։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Գործար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում գործար ոլորտում, կրթության ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձություններին։ Իմ այսօրվա հյուրերն էին Ինեսան Վարդանյան, Innobiz ընկերության համահիմնադրի եւ մարքեթինգի գծով տնօրենը եւ Ռոզանա Խաչատրյան, ով հանդիսանում է Բյուր կրթական հարթակի շրջանավարտը։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ։